Բարև ձեզ, առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, վարչապետ Փաշինյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ նա մասնակցելու է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, որից հետո հանդիպում է լինելու Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, իրականում սպասված հանդիպում, որովհետև այդ մասին վաղուց է ասվել, անոնսը մենք վաղուց լսել ենք եւ տվել ենք, եւ շատ հետաքրքիր է, թե ինչպես է համատեղվելու, ինչպես է զուգահեռներ գնալու այն քաղաքականության հետ, որը ըստ նույն Նիկոլ Փաշինյանի վարում է Հայաստանի Հանրապետությունը, այն ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, ճանապարհ դեպի Եվրամիություն։ Հայտնի է, որ Պուտինը այնքան էլ այսպես ասած շատ չի սիրում եվրոպացիներին, մանավանդ Ուկրաինա ներխոժումից հետո։ Այս եւ այլ հարցերի շուրջ մենք այսօր խոսելու ենք Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբաջյան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբաջյան, ինչ սպասել Պուտին-Փաշինյան այցից, հաշվի առնելով վերջին բոլոր այն մեսիջները, որը հնչեցրել է վարչապետ Փաշինյանը, այդ թվում նաև եվրոպական ուղղությամբ։ Ես ուզում եմ 7-րդ համաժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժամանակ արված Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունը հիշեցնեմ, որտեղ ըստ էության ասվում է, որ պետք է վերափոխել Ռուսաստանի հետ հարաբերությունները կամ գործարկել կամ վերաիմաստավորել, համենայն դեպս վերջին նշանային հայտարարությունը, որը արեց Արարատ Միրզոյանը Լավրովի հետ հանդիպման ժամանակ Երևանում, նա էր, որ վերաֆորմատավորման անհրաժեշտություն Հայաստանը չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Փաշինյանի հայտարարությունը կարծես թե խոսում է այն մասին, որ մենք հասկանում ենք, որ այլևս չենք կարող Ռուսաստանի հետ ունենալ դե յուրե օրինակ դաշնակցային հարաբերություններ, բայց գործնականում ըստ էության դրանք ընդհանրապես դաշնակցային չեն։ Այս դեպքում պետք է հիշեցնել նաև Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը, որ ասաց, որ մենք այլևս մեծ եղբայր չենք, գործընկերներ ենք։ Եվ այո, փոքր եղբայր չենք ռուսների համար։ Մի խոսքով, այո, ես կարծում եմ, որ հայտարարությունների մակարդակում գուցե կարող ենք որոշակի ընկալում ունենալ, որ Հայաստանը պատասխանատու է իր քաղաքականության համար, որի վերաբերյալ օրենք ենք ընդունել, Եվրամիության անդամակցություն, դրա վերաբերյալ պիտի լինեին շատ գործնական քայլեր արդեն, կոսներ անցյալ շաբաթ այստեղ, ընդլայնման հարցերով հանձնակատարը, եւ մենք տեսնում ենք, որ արդեն անդամ պետություններից Լեհաստանի կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանը իրենց համար կարևոր երկիր է եւ Հայաստանի եվրոպական ձգտումները պիտի անհրաժեշտ աջակցության արժանանան, բայց Երևանի կողմից մենք այնքան անլուրջ վերաբերմունք ենք տեսնում, որ նույնիսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անցյալ շաբաթ հայտարարում էր, որ Հայաստանի եվրոպական ձգտումները իրենց մեջ լրջություն չեն պարունակում, դրանք ընդհանրապես դեկլարացիաներ են եւ որևէ կերպ չեն խանգարում Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը։ Այսքան անլուրջ ենք մենք։ Ես դեմ չեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդհանուր միջև խորացմանը, եթե դրանք օրինակ օգնում են, որպեսզի Ռուսաստանի սահմանապահները դուրս բերվեն հայ-իրանական սահմանից, եթե դրանք օգնում են, որ ռուսները դուրս գան հայ-թուրքական սահմանից, եթե դրանք օգնում են, որ ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից, որովհետև ես հասկանում եմ, որ ռուսների համար հայ-իրանական սահմանը դա հայ-իրանական սահման չի, դա ԵԱՏՄ Իրան սահմանն է, եւ Հայաստանը պարտականություն ունի այդ սահմանը նաև ռուսների համար դարձնել հայ-իրանական սահման։ Ես գիտեմ, որ հայ-թուրքական սահմանը ռուսների ընկալմամբ ԵԱՏՄ Թուրքիա սահմանը եւ Հայաստանը խնդիր ունի դա իրապես դարձնել հայ-թուրքական սահման։ Եթե մենք խոսում ենք դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության մասին, տարածաշրջանացման մասին, նախ եւ առաջ պիտի ռուսական բազան դուրս գա Հայաստանից, հետո Հայաստանը հստակ առանց որևէ օտար ռազմական ներկայության նախ իր անձնագիրն ու հասցեն ֆիքսի, որ դա Եվրոպական միության անդամակցությունն է, օրինակ 10 տարում Հայաստանը պիտի ռազմավարական նպատակ հռչակի, որ մենք ցանկանում ենք 10 տարի հետո դառնալ Եվրամիության անդամ։ Ստանդարտներ, կարգավորումներ, բարեփոխումներ, ահռելի աշխատանք։
լծվենք համազգային մեր ամբողջ կարողություններով, որպեսզի այդ նպատակը իրագործենք, եւ բոլոր մեր միջազգային գործընկերները, ռուսները, թուրքերը, ադրբեջանցիները, ամերիկացիները իմանան, որ Հայաստանը հստակ նպատակադրված գնում է այս ուղղությամբ, ոչ թե երերում է։ Այսօր ռուսները մեզ սպառնում են, մենք դառնում ենք ռուսների շատ այսպես անզիջում բարեկամ, վաղը, չգիտեմ, հոխորտում ենք ու չգիտեմ ինչ ենք անում։ Որոշակիություն չկա։ Սա տարերային անորոշ արտաքին քաղաքականություն է։ Իհարկե, ես պիտի ասեմ, որ օգոստոսի 8-ը էականորեն փոխում է իրավիճակը, այն իմաստով, որ Ռուսաստանի ձեռքից ըստ էության Հայաստանի վրա Ադրբեջանը որպես բութ գործիք օգտագործելու այդ ահռելի բանն է, հնարավորությունն է վերացել, բայց դրա փոխարեն մենք հիմա տեսնում ենք, որ ներքին կյանքում ահռելի հիբրիդային հարձակման գործիքներ են սկսել ներմուծվել, այդ թվում նաև քրեական աշխարհի տեսքով։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը մշտապես իր գործիքակազմի մեջ քրեական տարերին օգտագործել է իր քաղաքական օրակարգը առաջ մղելու համար։ Ես շատ լավ հիշում եմ 98 թվականին ինչպես հնարավոր եղավ Ռոբերտ Քոչարյանին նախագահ դարձնել։ Վանո Սիրադեղյանի արտաքսած բոլոր գողերին հետ բերեցին եւ փողոցում համապատասխան ուրեմն հնարավորություններ ընձեռեցին գողականներին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը հնարավոր դառնա։ Ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը դրանից հետո, վարձահատույց եղավ այդ գողականներին եւ չորնի գագոներն ու ծառուկյան մնացածները ինչպես հայտնվեցին քաղաքականության մեջ, իրենք իրենց վարձը հետ վերցրեցին եւ հետո այդ ավանդույթները Սերժ Սարգսյանը շատ լավ մցրեցին։ Սերժ Սարգսյանը ընդհանրապես գողական աշխարհի կարկառուն ներկայացուցիչ էր եւ ինձ պատմում էին, բերդում էին պատմում, իդեպ որտեղ ես 3.5 տարվա ազատազրկում եմ անցել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը լուծում գողական հարցեր, սեղանի շուրջ, ինչպես են գողականները իր կենացը խմում։ Հիմա, բայց ես հələ իրանք ոչինչ։ Մենք այսօր խնդիր ունենք գողական աշխարհի հետ։ Նախորդին Մերձավանում սպանություն է տեղի ունեցել, որը ունեցել է գողական նախապատմություն, դրա վերաբերյալ մամուլը ահռելի հրապարակումներ է արել եւ մեր պետական ինստիտուտները իրենց տեղում չեն եղել, որպեսզի կանխեն այդ սպանությունը։ Ի վերջո մենք գործ ունենք նրա հետ, որ այս կամ այն կերպ գողական աշխարհի հետ առնչվող մարդը քվե է ստացել եւ պետությունը չի կարողացել այդ քվեն պաշտպանի։ Սա ոտնձգություն է հայկական ժողովրդավարության դեմ։ Ոտնձգություն է մի կողմից քրեական աշխարհի կողմից, մյուս կողմից որ պետությունը չի կարողացել այդ քվեն պաշտպանի։ Եվ եթե մենք ուզում ենք, որ ժողովուրդը մեծ ողջավորությամբ գնա ընտրություններին մասնակցի եւ եթե մենք չենք կարողանում այդ քվեարկությունը պաշտպանել, մարդկանց քվեն պաշտպանել, ո՞նց ենք պատրաստվում այս վիճակում մարդկանց ողջավորել, որ գնան իրենք ընտրության։ Ըստ էության քրեական աշխարհը եւ սա շատ ընդունված պրակտիկա է, Իտալիայում այդպես է եղել։ Տեղական մարմիններում գողականները սկսում են իշխանություն վերցնել, հետո սողոսկել պետական մարմիններ եւ ամբողջությամբ իդեպ ժողովրդավարական մեթոդներով։ Ժողովրդավարական մեթոդներով գալիս են, որպեսզի ջախջախեն ժողովրդավարությունը։ Եվ օրինակ չտեսնել, որ հիմա փորձ է արվում քրեական այս գործիքակազմը օգտագործել նաև հիբրիդային հարձակումները հաջողության հասցնելու համար ուղղակի պիտի տեսողության հետ խնդիր ունենաս, որովհետև ինձ համար անհասկանալի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին կարևոր որոշում է կայացրել։ Ես պատշաճ արձագանք այդ որոշմանը չեմ տեսել ոչ արդարադատության նախարարությունից, ոչ քաղաքական մեծամասնության ղեկավարից։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ կարևոր արձանագրում է արել։ Մարտի 1-ին ովքեր են եղել իշխանավորներ։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ նրանց սպասարկող ամբողջ դատական համակարգը, դատախազական համակարգը, քննչական մարմինները, կոալիցիոն բոլոր ուժերը, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, Հանրապետական։ Այս բոլորը ըստ էության խախտել են 10 քաղաքացիների կյանքի իրավունքը, սպանել են այս մարդկանց, որպեսզի սահմանադրական կարգը կարողանան տապալել եւ դրանով պետությունը զավթել։ Հիմա այս մարդիկ ցույց են տվել, այսօր հաստատված իրողություն կա, որ իրենք հակաժողովրդավարական տարրեր են։ Այս մարդկանց
ըստ օրինակ Չեխերի, Լեհերի եւ Մերձբալթյան երկրների, որոնք սովետական տարիներին հակաժողովրդավարական գործընթացներում ներգրաված անհատներին ուղղակի լյուստրացիայի մասին օրենքով դուրս դրեցին քաղաքական process-ներին մասնակցելու հնարավորությունից։ Այդ որոշ դատական ակտերից հետո քաղաքական կամք դրսևորեցին եւ օրինակ մաքրեցին քաղաքական դաշտը, ասեցին դուք ժողովրդավարության թշնամիներն եք, դուք չեք կարող ժողովրդավարության ճանապարհով գաք ժողովրդավարությունը ջախջախեք։ Հիմա այս ուղղությամբ օրինակ քաղաքական իրավական հələ կտեսնենք մի բան կարողանաք անել, որտեղ այս դատական համակարգով ոչինչ չեք կարող անել։ Բայց գոնե քաղաքական մակարդակում կարող եք հայտարարություն անել եւ որոշում կայացնել, որ այս քաղաքական սուբյեկտները ժողովրդավարության թշնամիներն են։ Պարոն Բաբաջանյան, քաղաքական մակարդակում այդ բոլոր թշնամիները իշխանությանը պետք են ընտրություններում։ Դա լրջագույն սպառնալիք է հայկական պետականությանը, ինչպես եւ սպառնալիք է Մերձավանի սպանությունը, որտեղ դա ուղիղ կապ ունի դրա հետ, ուղիղ կապ ունի, եթե ձեզ թվում է, որ դրանք արտաքին եւ ներքին այսպես ընդհանուր օրգանական կապվածություն չունեն, չարաչար սխալվում եք, ուղիղ կապ ունեն։ Եթե մենք կամք չենք դրսևորում այս բոլորը արմատախիլ անելու, այս շղթան շարունակվելու եւ ասեմ ձեզ, ես խորապես համոզված եմ, իդեպ սա առաջի ընտրված պաշտոնյայի սպանությունն է հեղափոխությունից հետո։ Պետք է ամեն ինչ անել, որ սա լինի վերջինը, բայց ես հավատացած եմ մի բանում, որ հեղափոխությունից հետո այդ հեղափոխության անարյուն բնույթը, թավշյա բնույթը մեզ ռուսները չեն ներել։ Նրանք ուզում են, որ Հայաստանում լինի արյունահեղություն, որպեսզի ցույց տան, որ այդ իրադարձությունները ի վերջո բերեցին արյունահեղության Հայաստանում, որպեսզի արտաքին կառավարման համար պատճառ կարողանան ստեղծել։ Այ Հայաստանը պիտի պատրաստ լինի իր ինստիտուտներով, անվտանգության համար պատասխանատու ինստիտուտներով թույլ չտալ, որպեսզի Հայաստանում հանկարծ ու հանկարծ այս սպանությունը շարունակություն ունենա եւ այլ սպանություններ լինեն ընտրություններից առաջ, որպեսզի հանկարծ ու հանկարծ Հայաստանում արտաքին քաղաքական այսպես շահեր ունեցող ուժային կենտրոններին որևէ կերպ թույլ չտա մտածելու, որ Հայաստանը ի վիճակի չէ պետություն ունենալ, որովհետեւ այնինչ տեղի է ունենում ընտրովի պաշտոնյային սպանելը եւ նրան անհրաժեշտ պաշտպանություն չկանխելը այդ սպանությունը։ Խոսում է այն մասին, որ մեր պետական մարմինները, պատասխանատու մարմինները անգործունակ են, կռնատ են եւ ի վիճակի չեն պաշտպանել հայկական ժողովրդավարությունը։ Սա հարձակում է հայկական ժողովրդավարության եւ հայկական պետականության իրավակարգի դեմ։ Ու մենք ես մեր արձագանքը շատ պատշաճ չեմ համարում, այն իմաստով, որ բացի լալահառաջ այդ բաները, այսպես շահարկումները, որ սա քաղաքական է, չգիտեմ թե այդ տղան այդ երբ ֆանից դարավ քաղաքական գործ, երկու բառ չենք էլ լսել քաղաքական տեքստ։ Առավել եւս գիտենք թե այդ կուսակցությունը ոնց է ընտրվել, գիտենք որ վերջին ընտրություններում ում էր փնտրում որպես կուսակցություն ուզում էր ապրելու երկրից հրաժարվել։ Դե եթե մեզ մոտ պարոն Սամվել Կարապետյանը, որը բիզնեսմեն է, քաղաքական հետապնդման է ենթարկվում, ինչպես ասում են, առանց քաղաքական տեքստ ասելու։ Ինչու ոչ։ Դե հա, հիմա կարող են շահարկել, բայց դրան հակառակ պիտի ուզեի, որպեսի քաղաքական դասը, քաղաքասարակությունը, առողջ քաղաքական ուժերը համախոհ լինեին իրենց մոտեցման մեջ եւ պետությունից պահանջեին իրապես հիմնարար գործիքներ։ Ու խնդիրը ժողովրդավարության պաշտպանությունը չի նշանակում անպայման ինչ որ մեկին վերցնել հատուկ պաշտպանության տակ։ Ժողովրդավարության պաշտպանությունը նշանակում է, որ օրինակ քրեական ենթամշակույթի մասին օրենքը, որ մենք ընդունել ենք նախորդ գումարման ազգային ժողովում, ես էլ թեժ քննարկումների մասնակից եմ եղել, դա պիտի գործի։ Այսօր Երևանի սրճարաններում եւ ռեստորաններում օրենքով գողերը վխտում են, բայց այդ օրենքը ինչի՞ չի գործում։ Գնացեք տեսեք քրեակատարողական հիմնարկներում ինչ է կատարվում։ Ընդհանրապես այդ հիմնարկները ղեկավարություն ունեն, այնտեղ ղեկավարները հենց գողերն են ու գողական աշխարհն է։ Եվ այդ պայմաններում դուք հասկանում եք ինչ ֆինանսական հոսքեր են շրջանառվում առաջիկա ընտրություններից առաջ։ Այդ ֆինանսական հոսքերի ընդհանրապես ծագումը եւ դրա աղբյուրը պետությունը ի վիճակի եղել է մինչեւ հիմա հայտնաբերել եւ օրինակ դրա դեմն առնել։ Բայց մենք հասկանում ենք, չէ, որ դա ահռելի արտաքին քաղաքական ազդեցության լծակ է հայկական ժողովրդավարության դեմ։
Պարոն Բաբաջանյան, վերադառնանք մեծ քաղաքականություն, Եվրոհանձնակատար Կոսի այցը Հայաստան եւ այն հայտարարությունները, որոնք դուք նշեցիք, որոնք հնչում են եվրոպական տարբեր մայրաքաղաքներից, արդյոք այստեղ հիմք չկա եւ կապ չկա անմիջական թրիպի հետ։ Իհարկե, աշխուժացումը Եվրոպան հետաքրքրված է այս ամենը։ Ընդհանրապես տրիպին Եվրոպական միության մասնակցությունը ես չափազանց կարևոր եմ համարում, հատկապես Կենտրոնական Ասիայի նկատմամբ Եվրամիության, գիտեք, գագաթնաժողով տեղի ունեցավ, առանձին եվրոպական երկրների առաջնորդներ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի առաջնորդները այցելեցին Ուզբեկստան, Ղազախստան, մենք հասկանում ենք, որ այնտեղ ահռելի հետաքրքրություն կա եւ Եվրոպական միության, հատկապես բարեկամ Ֆրանսիայի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում մեր հետ ունեցած հարաբերությունների խորությունը թույլ է տալիս, որ մենք ուրեմն վստահ լինենք, որ Եվրոպական միության մասնակցությունը այդ ծրագրում մեզ համար միայն արժեք է ավելացնելու։ Եվ այս իմաստով Կոսի հետ ունեցած բանակցությունների եւ նրա արած մի շատ կարևոր հայտարարության մասին եմ ուզում նախ խոսել։ Այստեղ տևական ժամանակ խոսվում էր, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք եւ մենք սանկցիաների տակ կընկնենք, գազը կթանկանա եւ այլն եւ այլն։ Եթե կհիշեք, մենք իրար հետ նաև խոսակցություն ենք ունեցել եւ ինձ նաև այն ժամանակ թե եվրոպացի պաշտոնյաները, թե նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա հավաստիացրել էր, որ Եվրամիությունը պատրաստ է այդ գումարները վճարել։ Դա մոտավորապես հաշվարկվել էր 2 միլիարդի շուրջ եւ դրա մասին նույնիսկ Զախարովան խոսեց։ Այդ հավաստիացումը արվեց Երևանում ըստ էության, որ եթե Հայաստանը կորոշի Եվրամիության անդամակցության ճանապարհով գնալ եւ դա կարժենա շատ որոշակի ռուսական պատժամիջոցներ, Եվրամիությունը պատրաստ է այդ հարցը քննարկել եւ այդ բացը լրացնել։ Բայց ասեմ ձեզ, որ եթե Հայաստանը այդ խիզախությունն ու կամքը հանդես բերի Եվրամիության անդամակցության ճանապարհով գնալու, հաստատապես ռուսները այնքան կարիք ունեն Հայաստանի հետ շարունակելու իրենց տնտեսական կապվածությունը, առևտրային հարաբերությունները, որ չի հասնելու բանը այդ սանկցիաներին։ Իրենք հասկանում են, որ իրենք հասկացել են, որ Հայաստանը կորցրել են անվերադարձ։ Իրենք հասկացել են, որ Հայաստանին դավաճանել են եւ դա արդեն հետևանք է, եւ իրենք իրենց հարաբերությունները առավելապես հիմա ուզում են փորձում են վերականգնել Ադրբեջանի հետ։ Ես չգիտեմ ինչքան կհաջողվի դա, կստացվի թե ոչ։ Ես ամենևին ոչ էլ ուրախանում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գնալով սրվում են, որտեղ վախենում եմ, որ դրանց հարաբերությունների կարգավորման հաշիվը կարող է մենք լինենք փակողը ու մենք պիտի դրանից զգուշանանք։ Մենք ավելի ու ավելի շահագրգռված պիտի լինենք մեր օրակարգերը առաջ տանելու։ Ես չեմ տեսնում օրինակ գործնական քայլեր, որպեսզի առաջիկա ամսի 25-ին այսօր պիտի տեղի ունենա Թրամփ-Էրդողան հանդիպում։ Օրինակ մենք ամերիկացիների հետ անհրաժեշտ աշխատանք տարել ենք, որպեսզի օրինակ սահմանի ուղղությամբ կարողանանք արագ լուծումներ գտնել։ Չեք ուզում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիան։ Շատ լավ, մեզ տրանզիտը տվեք։ Մենք պիտի եվրոպական գնողունակ շուկա հասանելիություն ունենանք։ Դրա համար ահռելի զրկանքներ ենք կրել եւ ահռելի գին ենք վճարել եւ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստը Վաշինգտոնում հերիք է, որպեսզի օրինակ այս պահին սահմանը բացվի եւ մենք հասանելիություն ունենանք իրաքյան շուկա եւ եգիպտական շուկա օրինակ։ Ինչ է խանգարում, որ մենք հենց հիմա այդ հարաբերությունները կարողանանք ունենալ եւ այդ կապերը կարողանանք ստեղծել տնտեսական։ Ինչ է խանգարում, որպեսզի ամերիկացիների միջնորդությամբ մենք կարողանանք արդեն տնտեսական կապեր ձևավորել։ Ադրբեջանից ստանալ գազ, ստարկել էլեկտրաէներգիա մեր ջեկի շնորհիվ եւ ուրեմն տալ թուրքերին։ Թուրքերի խոսքով առանց դիվանագիտական հարաբերությունների, ասեմ ձեզ, որտեղ Պակիստանը եւ Հնդկաստանը ողերիմ թշնամիներ են, բայց Սինգապուրի միջնորդությամբ Պակիստանը ցեմենտ է վաճառում օրինակ Հնդկաստանին։ Պարոն Բաբաջյան, խաղաղության պայմանագիր չունենք, դա է խանգարում։ Չէ, դա չի խանգարում։ Թուրքերը համենայնպես տենց են ասում։ Ես կարծում եմ, որ այո, ամերիկացիները պիտի ուզեն։ Ամերիկացիները որ ուզեն, թուրքերը շատ լավ
ուրեմն կբավարարվեն եղածով։ Ֆիդանի հայտարարությունը ինչի մասին է խոսում, որ նշում է, որ 26-ի առաջին։ Դե գիտեք, ես նոր եմ եկել Միացյալ Նահանգներից, ես էլ ձեզ հակընդեմ այլ հայտարարություն, այլ հարց տամ։ Ամերիկացիների հետ սրա մասին ենք խոսել։ Օրինակ, եթե այդ նախապայմանը սահմանադրությունը փոխելու, մենք 27 թվականին գնում ենք սահմանադրություն փոխենք, եւ եթե մենք ամերիկացիների միջնորդությամբ եւ Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությամբ ունենք փաստաթուղթ խաղաղության վերաբերյալ։ Հիմա ունենք խաղաղության գործարք։ Հիմա հայ ժողովուրդը որոշում է ոչ հասել այդ սահմանադրությանը։ Ինչ է լինում հաջորդ օրը։ Ինչ պատերազմ է սկսելու։ Այսինքն Միացյալ Նահանգները թույլ է տալու, որ իր միջնորդությամբ հաստատված խաղաղությունը եւ այն ներդրումները, որոնք արվելու են Սյունիքի տարածաշրջանում, դրանք կասկածի տակ դրվեն։ Հետևաբար ամեն ինչ պետք է անել, նաև դիվանագիտական ճանապարհով, հնարավորինս այս գործընթացները այս կապվածությունը թույլ չտալ, զատել այդ գործընթացները։ Դա չի կարող ընդհանրապես, այսինքն պատերազմի սպառնալիքի տակ մեզ ուզում են տանեն քվեարկության, դա չի կարող հերանեկար ունենալ այն իմաստով, որ մարդիկ ուղղակի չեն գնալու քվեարկության։ Իսկ եթե այդպիսի մասնակցություն չլինի, 800,000 մարդու մասնակցություն չլինի, չեմ ասում կողմ դեմ, այդ հանրաքվեն առ ոչինչ է լինելու, բայց մենք չենք կարող այդ ամբողջ գործընթացը ուրեմն այդպիսի այս խաղադրույքները, որ դրված են, մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների երկարաժամկետ շահերը ավելի ու ավելի ուրվագծվում են ոչ միայն Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Կասպից եւ Սեստովյան տարածաշրջանում, մենք տեսնում ենք, որ Տրամպը ամբողջությամբ փոխում է իր քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ, ասում է, որ Ուկրաինան ի վիճակի է նույնիսկ իր տարածքային ամբողջականությունը վերականգնել։ Այս զարգացումները ուղիղ շոշափում են Հարավային Կովկասի մեր տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ մենք պիտի պատրաստ լինենք այս փոփոխություններին։ Մեր անվճռականությունը, մեր տարերայնությունը, քաղաքականության անորոշությունը թույլ չի տալիս, որպեսզի մեր գործընկերները մրցակիցները, հակառակորդները որոշակի անան Հայաստանի հետ ոնց պիտի աշխատեն, որովհետև չեն հասկանում Հայաստանը ուր է գնում։ Մենք մի օր Շանհայյան համագործակցության կազմակերպությանն ենք դիմում տալիս, հաջորդ օրը օրենք ենք ընդունում Եվրամիության անդամակցության մեկնարկի վերաբերյալ, հետո ասում ենք, որ խորացնելու ենք հարաբերությունները ռուսների հետ, ամերիկացիների հետ ատոմակայան ենք կառուցելու։ Այս բոլորը շատ լավ է, բայց Հայաստանը պիտի ունենա Դամավոյ գրքույկում, տնային այդպիսի գրքույկ կար ժամանակին սովետական տարիներին, կնքված հասցե, Հայաստանը պիտի հստակ իր քաղաքակրթական հասցեն ունենա։ Ինչու պիտի դա լինի Եվրամիությունը։ Ոչ թե որտեվ Եվրամիությունում ավելի լավ է, վատ է, մեզ ավելի, չգիտեմ, մեր աչքերը սիրում են, որովհետև փոքր երկիր որպես կոմպակտ երկիր, Եվրամիության անդամությունը ցույց է տվել, որ կենսունակությունը փոքր երկրների որևէ կերպ չի խաթարվում։ Օրինակ Լյուքսեմբուրգը եւ Գերմանիան համահավասար երկրներ են Եվրամիությունում, որովհետեւ Եվրամիությունում իրավունքի ուժն է պաշտպանվում։ Մինչդեռ մենք այն միությունը, որտեղ մենք հիմա գտնվում ենք, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ, այնտեղ ուժի իրավունքն է։ Իսկ որպես փոքր երկիր, ուժի իրավունքը պաշտպանող միջավայրում մենք դատապարտված ենք, մենք չենք կարող երկար կյանք ունենալ, որովհետև այդտեղ ուժեղներն են թելադրում խաղի կանոնները։ Այդտեղ մենք չունենք ապագա։ Մեր պետության, մեր պետականության կենսունակությունը եւ հարատեվությունը կարող է միայն ու միայն երաշխավորվել Եվրամիության շրջանակներում, որտեղ կհարգվի մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեր իրավունքները եւ մեր անկախությունը, ու սա շատ կարևոր է։ Նյու Յորքում արդեն երկրորդ անգամ հանդիպել են այսօր արտգործնախարարները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, միջև այդ մեր ազգային անվտանգության ծառայության պետը գնաց Բաքու, մասնակցեց այնտեղի միջոցառմանը, եղավ հանդիպում Շահին Մուստաֆաև, Մեհեր Գրիգորյան մակարդակով, կարծես թե մենք շատ բավականին լուրջ քայլերով առաջ ենք գնում։ Իդեպ Ալիևի հրետորաբանությունն է փոխվել այս 2 օրվա ընթացքում, Հաջիևի հրետորաբանությունը, Զանգեզուրի միջանցքը կարծես թե գնում է
երկրորդ, երրորդ եւ չորրորդ պլան զիջելով իրականում նույնիսկ հրետորաբանության գալիս Ադրբեջանում ասում են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չկա, ասվում է, որ Սանգիզուրի միջանցք ասելով իրենք ամենևին նկատի չունեն Հայաստանի տարածքի նկատմամբ որևէ պահանջ, այսինքն դրամատիկ փոփոխություններ են եւ ասեմ ձեզ, որ այդ համատեքստում նաեւ սահմանադրության վերաբերյալ ամեն անգամ այս հայտարարությունները, որ Ադրբեջանից տարբեր Հաջիևի, Միրզաբեկով, չգիտեմ, այդ հայտարարությունները արվում են, բացառապես նաեւ նրա համար են, որտեղ 25 տարի, 30 տարի Ադրբեջանում թույն եւ ատելություն է սերմանվել հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ եւ հիմա ինչ որ կերպ պիտի լրացնեն այն սնունդը, որով ամեն օր Ալիևը սնել է սեփական ժողովրդին, կերակրել է սեփական ժողովրդին, որպես հիմնական թշնամի ներկայացնելով հայ ժողովրդին, ըստ էության հյուծել, հարստահարել, կեղեքել, թալանել է սեփական ժողովուրդն ու սեփական պետությունը։ Հիմա այդ քաղաքականությունը ամբողջությամբ փոխվել է եւ ասեմ ձեզ Ադրբեջանի իշխանությունների վիճակը ամենա ոչ նախանձելին է, իմաստով որ այս տրանսֆորմացիան ադրբեջանական հասարակության մոտ շատ անհարթ է անցնելու։ Մենք շատ պատրաստ ենք սրան, որտեղ այդպիսի ատելություն մեզ մոտ երբեք պետական քաղաքականությամբ չի վարվել։ Մեր ժողովուրդը պատրաստ է եղել համակեցության։ Թեև օրինակ Ռոբերտ Քոչարյանը ասում էր եւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները անհամատեղելի են, նրանք չեն կարող գենետիկ այսինքն ինչ էր առաջարկում։ Այդպիսի հիմարություն ուղղակի պետական բարձրագույն պաշտոնյայի կողմից հնար է նույնիսկ պատկերացնել։ Ինչը սա բնականon է, որ վաճառենք գնանք։ Ապագան հենց այն է, ինչին մենք հիմա միտված ենք եւ ես շատ ուրախ եմ, որ սա արվում է Միացյալ Նահանգների անմիջական նաեւ մասնակցությամբ եւ սրա տակ ամենակարևորը է պայմանավորվածության եւ խաղաղության տակ շատ կարևոր ներդրումներ են։ Ի վերջո Միացյալ Նահանգները որտեղ տեսնում է տնտեսական հեռանկարներ եւ այդտեղ ներդրումներ է անում, դա երկարաժամկետ նախագիծ կարող է դառնալ եւ բոլոր այն պնդումները, որ Տրամպի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ունեն ընդամենը 3 տարվա կյանք եւ այլ, այդ նույն մարդիկ հունվարի 14-ին ասում էին դուք նախորդ վարչակ Բայդենը հերացող վարչախումբ է, դուք նրա հետ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերություն եք, դա թուղթ է դառնալու եւ Տրամպը շպրտելու է։ Ուր են ձեր մտավարժանքները։ Տեսակ, որ Տրամպը ոչ միայն ճանաչեց այդ փաստաթղթի կարևորությունը, այլև հայ-ամերիկյան բոլոր հռչակագրերը, որոնք կնքվեցին օգոստոսի 8-ին, եւ բարձր տեխնոլոգիաների մասով, եւ էներգետիկ համագործակցության մասով, եւ խաղաղության խաչմերուկի մասով, բխում են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունից։ Երեքն էլ այնտեղ առանցքային ուղղություններ են։ Երեքն էլ չափազանց կարևոր Հայաստանի համար անվտանգային նշանակություն ունեցող։ Ես ասեմ, որ ամերիկահայ ձեռնարկատերերի հետ եմ խոսել, ովքեր արդեն մոտ $120 միլիոն իրենց շրջանակով հավաքել են եւ պատրաստվում են Nvidia-ի նախագծում ներդրում անել։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետությունը համապատասխան գիտելիք, կոմպետենցիա ունենա եւ սկսի նույն ամերիկահայերի հետ քննարկումներ տրիպի մեջ ներդրումներ կարողանանք ներգրավել։ Տրիպի նկատմամբ ասեմ ձեզ շատ մեծ հակաքարոզչություն է գնում դաշնակցական եւ բևեռի այդ շրջանակները, ատելություն եւ թույն են տարածում ամերիկահայության շրջանակում եւ շատերը ազդվում են այդ տրամադրություններից։ Մեր խնդիրն է, որպեսզի մենք ռազմավարական հաղորդակցության այնպիսի արշավ ծավալենք, որպեսզի այդ թույնը կարողանանք չեզոքացնենք։ Որտեղ ինձ համար անհասկանալի է Միացյալ Նահանգների պես գերհզոր երկրի հետ այս աստիճան կարևորության պայմանագրեր ստորագրել, հռչակագրեր ստորագրել եւ ամերիկայությունը այսքան անհաղորդ լինի եւ տգիտության պատճառով սկսի ուրեմն հակաքարոզչություն անել։ Ասել, որ ամերիկացիների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թուրքերի համար է արված կամ ամերիկացիները տալու են թուրքերին կամ այդ նույն բանը, ինչ որ մենք հիմա ունենք նաեւ ռուսների հետ, հա, ռուսներին հանում ենք, որ թուրքերին բերենք, այս պատմաքաղաքական ապուշ ուրեմն ծուղակի մասին ամեն անգամ փորձ է արվում ուրեմն դա դնել շրջանառության մեջ։ Լրջագույն հնարավորություններ եւ լրջագույն մարտահրավերներ են Հայաստանի առջեւ եւ մենք մեր ինստիտուտները պետության առողջական համակարգը պիտի պատրաստ լինի այս ահռելի հնարավորությունները օգտագործելու։ Եթե մեր օրգանիզմը պատրաստ չլինի յուրացնել այդ ամբողջ հնարավորությունները, դրանք կարող են ուղղակի մեզ համար լրջագույն
լրջագույն հիվանդություններ, քրոնիկ հիվանդության պատճառ դառնալ։ Այսինքն բերել ուղիղ հակառակ էֆեկտ։ Իհարկե, որովհետև հիմա տեսեք նախորդին Միացյալ Նահանգների դեսպանը Երևանում հայտարարում է, որ Միացյալ Նահանգները սկսել է ակտիվորեն արդեն աշխատանքներ տանել հայ-ամերիկյան համաձայնությունների ուղղությամբ։ Հայաստանն ինչ է արել։ Դուք որևէ բան լսել եք։ Ես գիտեմ, որ փակ ֆորմատով այդպիսի մի փորձագիտական խումբ կա, շատ որակյալ մասնագետներ են կառավարությունում հավաքվել, փորձում են հասկանալ, բայց ես ուզում եմ գործնական շոշափելի արդյունք տեսնել։ Ես գիտեմ, որ մենք կոմպետենցիայի լրջագույն խնդիր ունենք։ Ես շատ մասնագետների հետ եմ Միացյալ Նահանգներում հանդիպել եւ շատ պիտի ուզեի, որպեսզի Հայաստանի կառավարությունը հայ իրավաբանների, միջազգային փորձագետների, ներդրումային իրավունքի մասնագետների, ապահովագրական մասնագետների, միջազգային ծովային իրավունքի, առևտրային իրավունքի մասնագետների կարողանայինք ներգրավել եւ ամերիկացիները տեսնեին, որ մեր թիկունքում որակյալ եւ գիտելիք ունեցող ամերիկյան բանակցային նրբությունները իմացող ուրեմն փորձագետներ կան եւ մենք զինված ենք գնում իրենց հետ բանակցությունների, բայց այն կարողությունները, որ ունենք մենք տնտեսության պատասխանատուների համար, ենթակառուցվածքների պատասխանատուների տեսքով, սա մենք համարժեք չենք։ Եվ այս իմաստով օրինակ մենք մի տարի չունենք օրինակ էներգետիկայի գծով փոխնախարար։ Ոչ միայն հիմա փոխնախարար պիտի նշանակեք, հիմա էներգետիկայի նախարարություն պիտի ստեղծեք, որտեղ առաջիկայում ամերիկացիների հետ պատրաստվում ենք ատոմակայան կառուցել, եւ սա պիտի առանձին մեզ համար ուրեմն կարևոր աշխատանք լինի մի ամբողջ գերատեսչություն աշխատեցնելու։ Դուք դնում եք այսօր հայտարարում եք, որ պաշտպանական ծախսեր եք կրճատում։ Մինչդեռ ես կարծում եմ, որ ընդհանրապես պաշտպանությունը, անվտանգությունը ու բանակը պիտի լինեին մեր ամբողջ տնտեսության լոկոմոտիվը, ամբողջ տնտեսության շարժիչը։ Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, արտադրություններ, բարձր տեխնոլոգիաներ պիտի հունցվեին եւ դրանք մշակվեին հենց բանակում։ Բանակը պիտի դառնար մեր կրթության, գիտության այդ ամբողջ ուրեմն հիմնական առանցքը եւ այդ 100 միլիարդ դրամի այդ խնայողությունը, չգիտեմ, կրճատումը, դա ուղղակի անթույլատրելի է։ Ես ամենևին նկատի չունեմ, որ մենք պիտի պատերազմի պատրաստվենք անպայման Ադրբեջանի դեմ, բայց ես կարծում եմ, որ տարածաշրջանում այնքան սպառնալիքներ կան եւ մենք այնքան պաշտպանության օբյեկտներ ունենք։ Այդ թվում նաեւ օրինակ, չգիտեմ, Սիրիայում ու Պարսկաստանում ու Թուրքիայում այնքան ցեղախմբեր կան, որոնք կարող են ոտնձգել օրինակ նույն Տրիպի այդ ճանապարհին։ Մենք ունենք բավարար կարողություն օրինակ դրանք այդ օբյեկտները անհրաժեշտ պաշտպանության տակ առնելու։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ օրինակ Իսրայելը այդ իմաստով բացառիկ օրինակ է։ Իսրայելի բանակում են մշակվում կիբերամտանգության լավագույն գործիքները, էպերը, դրանք նախ այնտեղ առաջին քննությունն են ստանում, առաջին փորձարկումն են ստանում եւ հետո դուրս են գալիս միջազգային շուկա եւ ահռելի միլիարդավոր դոլարների եկամուտ են բերում պետությանը։ Մենք այդպիսի վերաբերմունք պիտի ունենայինք մեր անվտանգությանը, մեր բանակին եւ ես իմ պատկերացումը դա է եւ իհարկե ես հասկանում եմ, որ այս քաղաքական միջավայրը չի նպաստում, որպեսզի մենք այս տեսակ քննարկումներ ունենանք ազգային ժողովում։ Այնտեղ Քաչալշունն ու Գողփիսոն հիմնական քննարկման եւ խոսակցության առարկան են։ Ես հույս ունեմ, որ մենք առաջիկա ընտրություններով որակապես կփոխենք նաեւ քաղաքական մեր միջավայրը եւ այդ քաղաքական կարևոր ամբիոնից իրապես այս խնդիրները կքննարկվեն, թե մենք ինչպես պիտի գործնական կերպով իրապես պաշտպանության տակ վերցնենք մեր ինքնիշխանությունը, երաշխավորող ժողովրդավարությունը։ Եթե Հայաստանում չեղավ ժողովրդավարություն, մոռացեք ինքնիշխանության մասին։ Չի կարող Հայաստանը լինել ինքնիշխան առանց ժողովրդավարական ընտրությունների, բայց մենք ժողովրդավարական ընտրությունների մեջ ենք ներքաշել ամենաոչ ժողովրդավարական սուբյեկտներին եւ նրանց ասում ենք, եկեք ձեր թալանած փողերով, ժողովրդավարական կանոններով ջախջախեք ժողովրդավարությունը։ Եվ ինձ հետ իրենք հավասար մրցակցության մեջ են դրել։ Կներեք, սենց չի լինում։ Սենց չի լինում մարդիկ, ովքեր մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ 10 մարդու սպանության ուղղակի
մեղավոր են ճանաչվել, ինչպես են իրենք ինձ հետ այդ մարդասպանները մտնում ընտրապայքարի մեջ, առանց նույնիսկ որևէ միջոցի առաջ կանգնելու, իրենք մեծ խաղադրույքներ են դնելու, որտեղ հասկանում են, որ այս ընտրությունները ճակատագրական է լինելու նաև իրենց համար, նաև իրենց տերերի համար։ Մեզ միայն մնում է պարոն Բաբաջանյան հույսներս դնենք, որ այնուամենայնիվ բանականությունը կհաղթի եւ վերջում որոշողը դա այն մարդն է լինելու, որը հույսը դնելը որն է, մենք պիտի ամեն օր աշխատենք այդ ուղղությամբ եւ մենք ամեն ինչ անում ենք, այո, դուք ձեր մասով, մենք էլ մեր մասով հանդիպումներ ենք անցկացնում մարզերում, մենք արդեն բազմաթիվ բնակավայրերում ենք եղել, վաղը կլինենք Հրազդանում, հետո լինելու ենք Գյումրիում, ժողովրդի հետ ենք խոսում եւ ասեմ ձեզ, չափազանց կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք այս օգոստոսի 8-ի հնարավորությունների պատուհանը ամբողջ երկրով մեկ կարողանանք տարածել։ Մարդիկ տեղյակ չեն ինչ ներկայացնել դա։ Մարդիկ պիտի իրենց մաշկի վրա զգան, թե ինչ փոփոխություններ է սպասվում, որովհետեւ ահռելի աշխատատեղերի, ահռելի արտադրական հզորությունների հնարավորություն է բացվում։ Մարդիկ պիտի իմանան, որ հեռանկար է եկել երկիր։ Հիմա պատկերացեք, Վարդենիսում ոչ ոք չի խոսում անվտանգության մասին, որովհետև մարդիկ անվտանգ են, բայց Վարդենիսում ապրելու հեռանկար չկա, ապրելու հույս չկա, հորիզոն չկա։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ այդ անվտանգություն կոչվածը մենք կարողանում ենք կյանքի որակ փոխել, կապիտալիզացնել, մարդկանց որակը, կյանքը փոխել։ Եվ սա տարածքային համաչափ զարգացման շատ կարևոր օրախնդիր հարց է դնում կառավարության առջև։ Մենք ինչպես ենք օրինակ այդ մեր ծայրամասերում, մեր երկրի այդ լքված հատվածներում օրինակ կյանքը վերադարձնում մարդկանց, որ Երևանում այսօր ավելի շատ վարդենիսցի է ապրում, քան Վարդենիսում։ Այս հավասարումը կարողանալու ենք փոխել։ Եկեք այս հարցով ավարտենք մեր այս հեռաշփումը, պարոն Բաբաջանյան, շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեր հյուրն էր Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ։ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։
Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը, բարև ձեզ, պարոն Միրզաբեկյան։ Այնպես ստացվեց, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից հնչում են տարբեր հայտարարություններ կապված մերձավոր արևելքի հետ, մեծ մերձավոր արևելքի հետ, եւ այստեղ կարծես թե դրոշակակիրի դեր է տանում Թուրքիան, եթե ավելի հստակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը այսպիսի մի շարան է հայտարարությունների շարան է արել, որոնք քննադատական, որոնք ուղղված էին Իսրայելին, եւ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Էրդողանը հանձնառու է փոխարինել այս դերակատարման շրջանակներում Իրանին։ Ինչ է տեղի ունենում եւ որտեղից այդպիսի եռանդ, ուժ եւ եռանդ։ Շնորհակալություն։ Իհարկե ՄԱԿ-ի ամբիոնից ելույթները իսկապես շատ հետաքրքիր էին բոլոր կողմից էլ եւ մասնավորապես Էրդողանի, ով իր ելույթի մեծ մասը նվիրեց հենց Գազայի կամ Մերձավոր Արևելքի խնդրին, եթե իր ելույթը բաժանենք պայմանականորեն երկու մասի, առաջին մասը հենց մեծ մասը նվիրված էր Գազային, իսկ երկրորդ մասը ավելի շատ Թուրքիայի ջանքերին, թե հարևանությամբ ինքը ինչ քայլեր է անում, մասնավորապես միջնորդական ջանքերի հետ կապված, օրինակ ռուս-ուկրաինական, նաև ՄԱԿ-ի ամբիոնին շնորհավորեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարներին օգոստոսի 8-ի համաձայնությամբ, բայց իհարկե շատ ճիշտ նկատեցիք, հիմնական շեշտադրումը հենց Գազան էր եւ Մերձավոր Արևելքը, որտեղ որ նորություն չէ, որ Թուրքիան բավական երկար ժամանակ իրեն դիրքավորում է որպես առաջամարտիկ եւ փորձում է ավելի գերիշխող դիրքերից հանդես գալ այս թնջուկի լուծման հետ կապված խնդրում, սակայն միշտ չէ որ հաջողվում է, օրինակի համար նույն ՄԱԿ-ի ամբիոնից նրա ելույթին հաջորդեց իսլամական հիմնականում կամ Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդների եւ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հանդիպումը, այո իհարկե այստեղ էլ կային հարց եւ մեջ բերեցին, որ Էրդողանը նստած էր հենց Դոնալդ Թրամփի կողքին, որպես այդ իսլամական երկրների առաջամարտիկ, սակայն ըստ իս դա ակնհայտ է, որ իրականում առաջամարտիկը հենց Միացյալ Նահանգներն էր եւ հենց նրա գլխավորությամբ էր այդ ժողովը եւ փաստորեն չգիտեն կոնկրետ մանրամասնություններից, բայց բոլորը հավաքված էին, որպեսզի լուծումներ տեսնել կամ լուծումներ գտնել։ Եվ այս առումով այո, Թուրքիան ինչ վերաբերում է իր պրոակտիվ քայլերին, սա տեղավորվում է իր քաղաքականության մեջ, նրանք փորձում են ավելի մեծ դեր ունենալ Մերձավոր Արևելքում, մասնապես սիրիական հաջողությունից հետո ըստ թուրքական կողմի նրանք փորձում են ել ավելի քայլեր ձեռնարկել կանխարգելելու Իսրայելի ազդեցությունը եւ ամեն կերպ փորձելու ճնշել այդ ազդեցության մեծացումը։ Թուրքիայի եւ Իսրայելի այս հակասությունների հիմնական իրական թիրախը Գազան է թե այնուամենայնիվ Սիրիան։ Հակամարտությունը եւ ուժերի հարաբերակցությունը, այսինքն իրենց մրցակցությունը հիմնական այդ թիրախը, որովհետեւ իրականում որպես տարածաշրջանային պետություններ Իսրայելը գիտենք որ շատ մեծ տեղ ունի, մասնապես վայելում է Միացյալ Նահանգների անմիջական աջակցությունը եւ այս առումով Թուրքիան խնդիր ունի կանխարգելելու Իսրայելի ազդեցության մեծացումը։ Այս առումով թե Գազան է մեկ, թե երկրորդ հիմնական թիրախներից մեկը, հենց թատերաբեմերից մեկը իհարկե Սիրիան է, բայց գլոբալ առումով Թուրքիայի համար խնդրահարույց է Իսրայելի, այսինքն գերիշխող դիրքը կամ ազդեցիկությունը եւ նա փորձում է փորձել բալանսավորել այդ եւ կանխարգելել նրա ազդեցությունը։ Հետեւաբար Իսրայելի եւ Թուրքիայի միջև մրցակցությունը ընթանում է տարբեր Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում թե Գազայում, թե բնականաբար Սիրիայում։ Գիտենք որ Սիրիայում բավական լարված են երկկողմ հարաբերությունները, Ասադի իշխանության անկումից հետո փաստորեն Թուրքիան տիրապետող ուժ է դարձել Սիրիայում, մասնապես անվտանգային եւ ռազմական առումով, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ Իսրայելը նախ մինչև այս նախընթաց ժամանակահատվածում ավիահարվածներով պարզապես նոր նախ տարածքներ գրավեց, զբաղեցրեց հարակից տեղերում, հետո ավիահարվածներով կարելի ասել, որ շատ ազատորեն թիրախներ էր ընտրում, որը որ դուր չէր կարող գալ Թուրքիային եւ ընդհանուր փորձագետները եւ ընդհանրապես ստեղծվել էր իրավիճակ, երբ որ խոսում էին թե որը կարող է թուրք-իսրայելական բախում լինի Սիրիայում։ Իհարկե ես սրա մասին խոսակցությունները չափազանցություն եմ համարում, այնուամենայնիվ սա թույլ է տալիս մեկ անգամ եւս փաստել, որ իրականում մրցակցությունը Թուրքիայի եւ Իսրայելի միջև շատ մեծ է եւ այս համատեքստում շատ կարեւոր է լինելու եւ շատ կարեւոր է հետեւել Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների բանակցային գործընթացին, որ Էրդողան ու Թրամփը պետք է հանդիպեն, թե ինչ փաթեթով կողմերը
կմոտենան հանդիպանը եւ Թրամփը ներողություն Էրդողանը ինչ կարող է ստանալ ամերիկյան կողմից։ Տեսեք, պարոն Միրզաբեկյան, նույն գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ՄԱԿ-ի Նյու Յորքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առաջ, նկատի ունենալով իհարկե Իսրայելին, բայց ձեր վերջին այս բարբերության համատեքստում տպավորություն է ստեղծվում, որ այդ 12 օրյա պատերազմից հետո եւ ընդհանրապես այն բոլոր գործընթացներից հետո ինչի արդյունքում իրանական պրոքսիները մեղմ ասած էապես թուլացան տարածաշրջանում, Իրանին փոխարինել է Թուրքիան։ Ընդդեմ Իսրայելի։ Այո։ Դե տեսեք, Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը դա բավական խորը գնացող հակամարտություն եւ երկար տարիներ, այնինչ Թուրքիան ու Իսրայելը այո ունեցել են բարդ հարաբերություններ, բայց սակայն նրանց հարաբերությունները նաեւ աչքի են ընկել ջերմ բարեկամական կապերով, հաշվի առնելով տնտեսությունը, նրանց միջև տնտեսությունը անգամ Մավի Մարմարա դեպքից հետո 2009-10 թվականին, երբ որ խիստ ճգնաժամային էր, անգամ այդ իրավիճակներից հետո նրանց միջև ապրանքաշրջանառությունը հասել է ընդհանուր 9 միլիարդ դոլարի, այսինքն նրանք ունեցել են բավական կայուն ապրանքաշրջանառություն եւ տնտեսական կապեր, ինչը չի կարելի ասել ընդհանրապես Իրանի եւ Իսրայելի միջև, որ 90-ականներից պարզապես նրանց հարաբերությունները խզվեցին եւ մինչ օրս տեսնում ենք ինչ ճշտամական են։ Այլ հարց, որ դե ոչ մեկի համար գաղտնիք չէ, կարծում եմ, որ մերձավոր արևելքում նույնպես այսինքն մրցակցող հակամարտող կողմեր կան, մրցակցող այս առումով եւ այդ մրցակցող կողմերից մեկը հենց Իրանն ու Թուրքիան է, եւ որոնք որ մրցակցում էին մերձավոր արևելքում իրենց դիրքերը ամրապնդելու ուղղությամբ, օրինակ համար դուք հիշատակեցիք պրոքսիների գործոնը, այո, եւ Ասադի իշխանությունը եւ այն պրոքսիները, որ կային Սիրիայում, բնականաբար դրանք Իրանի դաշնակիցներն էին, հա, դիմադրության առանցքի մասը։ Եվ ինչպես նշեցիք, այդ դիմադրության առանցքը, քանի որ Գազայի պատերազմով փուլ առ փուլ թուլացավ եւ հիմա կարելի ասել, որ կենսունակ պրոքսիներից մեկը, հա, դաշնակիցներից մեկը հութիներն են մնացել Եմենում, ապա այս առումով իհարկե տարածաշրջանում Թուրքիան ավելի շահեկան իրավիճակում է հայտնվել մերձավոր արևելքում, քան Իրանը։ Սակայն ասել, թե Թուրքիան զբաղեցրել է Իրանի տեղը, ես այդ կարծիք չէի կիսի, սակայն այն, որ Թուրքիան առավելություն է ստացել, դա ակնհայտ է, բայց մյուս կողմից էլ Թուրքիան այս, այսպես ասած, ռազմաքաղաքական առավելությունը ստանալով ինքը իր հերթին բախվել է արդեն Իսրայելի ազդեցությանը եւ այսինքն նրանց միջև է բախում տեղի ունենում դեռևս հերակա եւ այս համատեքստում ես նշեցի դրա համար ասացի, որ շատ կարեւոր է լինելու թե ինչպես են պայմանավորվելու Միացյալ Նահանգներն ու Թուրքիան, որովհետեւ այս բանակցությունները իսկապես շատ կարեւոր են, այն առումով, որ փաստորեն սա ինչ որտեղ գուցե մերձավոր արևելքում նոր վերադասավորումների առիթ դա գուցե, որովհետև Թուրքիան եւ Միացյալ Նահանգների միջև կուտակվել են բավական լիքը հարցեր, ոչ այնքան շատ հարթ են եղել նրանց միջև հարաբերությունները եւ խոսելու բազմաթիվ ասպեկտներ կան, նույն Սիրիայում, օրինակ համար նույն քրդերի, քրդական ջոկատների հարցը, թե ինչպես պետք է լինի, այսինքն բոլորը նշում են, որ Միացյալ Նահանգները նույնպես ողջունում են, որ քրդերը պետք է միավորվեն այսինքն տարածքային ամբողջականության ներսում միավորվեն այս շարայի փաստորեն պաշտպանության բանակին, ինչպես Թուրքիան է պնդում, սակայն մենք դեռևս այդ քայլերը չենք տեսնում։ Այլ հարց, որ Թուրքիան սպառազինության լուրջ խնդիր ունի, նույն կործանիչների հետ կապված F-16-երը, այո, նրանք կարծեք թե համեմատությամբ ավելի հեշտ է ստանալը, բայց նույն Թուրքիան, նույն Թրամփի նախագահության առաջին տարիներին դուրս է մնացել 5-րդ ցենտի F-35-երի ծրագրից։ Հիմա այդ հարցն է քննարկվելու, այլ չեմ ասում գազի հարցեր կան, այսինքն ամերիկյան կողմը բնականաբար կցանկանա, որ թուլացնի ռուսական ազդեցությունը Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան գնի իր հեղուգազը, սակայն Թուրքիան գազի հետ կապված մեծ կախում ունի Ռուսաստանից, կարծեմ, եթե չեմ սխալվում, մոտ 41%-ը նախորդ տարի նա ստացել է իր ամբողջ գազի սպառման հենց Ռուսաստանից։ Հետևաբար այստեղ լիքը հարցեր կան եւ այս առաջին հերթին ես կառուցնեի հենց սպառազինության հարցը, որը որ Թուրքիայի համար շատ կարևոր է լինելու նաեւ դիմակայելու Իսրայելի ազդեցությանը եւ ոչ մենակ Իսրայելի, բնականաբար Հունաստանի, որովհետեւ Թուրքիայի համար շատ ցավոտ է, որ Հունաստանը իսկապես ստացել է F-35-եր, իսկ իրենք, այսպես ասած, մնացել են F-16-երի հույսին եւ
հենց այս խնդիրներն է, որ բանակցային մենյուում տեղ է զբաղեցնելու։ Ես կարծում եմ, որ սրանք կարևոր են լինելու մերձավոր արևելքի հետագա քաղաքական ընթացքի վրա, սակայն պետք է նաև չափազանցված ակնկալիքներ ունենալ, որտեղ նույն F-35-երի հետ կապված, որքան էլ Միացյալ Նահանգները նույնպես եւ ոչ պաշտոնական անանուն աղբյուրները, հայտարարեն տարբեր լրատվամիջոցները, որ Թրամփը նույնպես ցանկանում է եւ կողմ է F-35-երի տրամադրել Թուրքիային եւ այդ խզումը հայտ կապերի գործարքի վերանայել, այնուամենայնիվ նա Թրամփը դրա համար պետք է դիմի կոնգրեսին եւ ստանա կոնգրեսի ընդհանուր հավանություն, այսինքն սա ենթադրելու է շատ երկար եւ բարդ process։ Տեսեք, պարոն Միրզաբեկյան, երեք ես հյուր ունեի Իսրայելից, որը պնդում էր եւ հավաստիացնում էր ինձ, որ մյուս պատերազմը մեծ մերձավոր արևելքում չի լինելու Գազայի շուրջ, այն չի լինելու Թուրքիայի եւ Իսրայելի մասնակցությամբ, այլ լինելու է Իսրայելի եւ Իրանի միջև, այսինքն երկրորդ փուլը, նա նույնիսկ նշել է ժամանակահատված այս տարվա երկրորդ կեսը, ավարտը կամ գարնանը, այդ պատերազմը կանխատեսվում է։ Ինչ պատճառներ կան, որպեսզի այսօր Իսրայելը, եթե դուք իհարկե կիսում եք այս մոտեցումը, Իսրայելը եւ Իրանը նորից պատերազմեն։ Ինչ աղետ կա այսօր։ Իրականում Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված խոսակցությունները նոր չեն, դրանք կան նաեւ Իրանում, հաշվի առնելով նաեւ 12-րդ պատերազմից հետո, հասկանալով ռիսկերը, խոսքը իհարկե Իրանի միջուկային ծրագրին է վերաբերում, որի շուրջ բանակցությունները կարծեք թե դժվարանում են եւ հենց այս օրերին շատ ճակատագրական փուլում են։ Ներկայացնեմ ինչ նկատի ունեմ, խոսքը snapback մեխանիզմի մասին է, որ եթե այս շաբաթվա վերջին էին լրանում եւ եթե որոշակի քայլեր չի ձեռնարկվում, որոնք գոհացնում են դիցուկ արևմուտքին, ապա ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնվում են եւ ավելի ծանր պատժամիջոցներ են ընկնում Իրանի վրա եւ հենց այս օրերին բավական ծերտ բանակցություններ կան Իրանի եւ արևմուտքի միջեւ։ Դուք հիշատակեցիք Փեզեշքյանի ելույթը, բայց իրանական կողմը օգտվելով առիթից բավական սերտ կապերի մեջ է նույն եվրոպական եռյակի հետ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի, միջև այդ էլ Իրանի արտգործնախարարն էր հանդիպել իր գոլեգաների հետ այդ եռյակի, իսկ երեկ էլ արդեն ուշ երեկոյան Փեզեշքյանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, այսինքն իրենք քննարկում են այդ հարցը, դեռևս շատ անորոշություն է, որովհետեւ քարոզչական եւ խոսույթի պայքար է ընթանում այսպես ասած կողմերի միջև, մի կողմից Իրանը նշում է, որ այս պայմաններում ինքը չի պատրաստվում գնալ ուղիղ կամ ընդհանրապես բանակցությունների Միացյալ Նահանգների հետ, այսպիսի ուլտիմատումի պայմաններում, առավելապաշտական ըստ իրանական կողմի պայմաններում, իսկ արևմուտքն մի կողմից նշում է, հայտարարում է, որ նրանք չեն ցանկանում ուրանի որևէ հարստացում, այսինքն միջուկային ծրագրի չեզոքացում ըստ էության եւ սպասում են, այսպես ասած, Իրանից քայլերի։ Ես չեմ կարծում, որ հենց արևմուտքում ցանկանում են եւ պարտադրում են հենց միայն այս լուծումը, գուցե կան միջանկյալ լուծումներ, համենայն դեպս Իրանում, որքան ես հասկանում եմ, պատրաստ են միջուկային գործարքի հարստացման հարցում որոշակի զիջումների, սակայն ոչ ամբողջովին այդ ծրագրի վերացման, հնարավոր է այդ միջանկյալ լուծումների մասին են պայմանավորվում, սակայն փաստը որ դեռևս այդ միջանկյալ լուծումը թե Իրանը թե արևմուտքը չի գտնում եւ արևմուտքը խոսում է ինչ որ միջանկյալ լուծումների մասին, որոնք որ կգոհացնեն արևմուտքին, սակայն մեծ հաշվով չի էլ բարձրաձայնվում, թե խոսքը որ միջանկյալ լուծումների թե արևմուտքի ինչ նկատի ունի այդ քայլերի տակ, այսինքն ինչ պետք է անի Իրանը, ինչ ընդառաջ քայլեր պետք է անի, որ արևմուտքին այս դեպքում գոհացնի։ Սրանք կարծում եմ փակ բանակցությունների տեղիք են տալիս, դրա համար եմ ասում, որ հիմա շատ բարդ շրջափուլ է եւ այդ միջուկային ծրագրի կարծեմ վավերացումն էլ դուրս է գալիս, այսինքն վերանում է այս հոկտեմբերին։ Հետևաբար, այսինքն սա նոր շրջափուլ է սկսվում եւ Իրանի միջուկային գործարքի հարցում բավական բարդանում են բանակցությունները։ Այստեղ դրա համար 12-րդ պատերազմից հետո մանավանդ Իրանում շատ էին բողոքում եւ նույն Փեզեշքյանը լամբյոնից նշեց, որ Միացյալ Նահանգները կամ Արևմուտքը հարձակվեցին Իրանի վրա, երբ որ բանակցային գործընթաց էր տեղի ունենում եւ հենց այս էր, որ տեղիք էր տվել մտածելով, որ եթե բանակցությունների միջոցին Արևմուտքը հարձակվում է Իրանի վրա, ըստ Թեհրանի, ապա սրանով այս պատերազմը չի ավարտվում եւ հնարավոր է Իսրայելը նորից նման քայլերի դիմի։ Այսինքն քանի դեռ միջուկային գործարքի հարցում վերջնական որոշման կողմերը չեն հանգել, Իսրայելի հարձակման վտանգը Իրանի վրա
շարունակում է պահպանվել եւ դրա համար է, որ տարբեր փորձագետներ, այդ թվում Իրանում նույնպես մտածում են կամ քննարկվում է այդ թեման, որ հնարավոր է, որ Իսրայելը կանգ չառնի, իսկ այս դեպքում բնականաբար Իսրայելը ըստ նաև Իրանի եւ առհասարակ վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը եւ հնարավոր է, որ այնպես ստացվի, որ շատ ժամանակ Միացյալ Նահանգները հաշվի նստի իսրայելական դիրքորոշման հետ եւ սա նույնպես իր հերթին բարդացնում է Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները եւ այստեղ փաստորեն այս թնջուկ անընդհատ պատին է, այսինքն պատային իրավիճակ ավելի շատ ստեղծվում։ Իսկ պատերազմի հավանականությունը ինչպես կգնահատեք, բարձր։ Դե տեսեք, պատերազմի հավանականությունը մեր օրինակով էլ գիտենք, երբ որ չկան բանակցություններ, երբ որ երկու կողմերը չեն կարողանում պայմանավորվել, բնականաբար այդ ժամանակամիջոցում մեծանում է պատերազմի հավանականությունը։ Այս փուլում չեմ կարծում, այսպիսի ինչ որ արշավ չի գնում Իրանի դեմ, պատերազմական հռետորաբանության տեսանկյունից հակառակ կողմից, բայց կարելի ասել, որ Դոնալդ Թրամփը, որը ի սկզբանե տարվա սկզբում խոսել էր առավելագույն ճնշում Իրանի վրա, կարծեք թե դեռևս պաշտոնական հայտարարությունների մակարդակով, կարծեք թե դա պահպանվում է, թե բանակցային սեղանին իրականում ինչի շուրջ են կողմերը փորձում, ինչպես ասում են, ընդհանուր հայտարարի գալ, բարդ է ասել, բայց դեռևս հայտարարությունների տեսքով եթե ամփոփենք, Արևմուտքը համենայնպես այդպես է ներկայացնում, որ ցանկանում են, որ Իրան այլևս չունենա միջուկային ծրագիր, իսկ Իրանը մեծ հաշվով պատրաստ է որոշակի, այսինքն ուրանի հարստացման տեմպերը իջեցնել, որոշակի ձևով սահմանափակել, բայց դրա դիմաց ստանալ պատժամիջոցների վերացում, որը բնականաբար այս փուլում դեռևս բարդ է խոսել դրա մասին։ Դուք նշեցիք կարևորությունը, թե ինչպես կպայմանավորվեն ԱՄՆ-ն եւ Թուրքիան այդ հարցի կարևորությունը, արդյոք ԱՄՆ-ն կարող է ինչ-որ պահի ընտրության առջև կանգնել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, որտեղ վերջը երկուսն էլ իր դաշնակիցներն են, ճիշտ է, տարբեր մակարդակով եւ տարբեր Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Իսրայելը ունի ամենալավ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, օրինակելի չլինելով ՆԱՏՕ-ի անդամ։ Այո, օրինակելի դաշնակցային հարաբերություններ, բոլորը միշտ այդ օրինակը բերում են։ Հնարավոր է համարում, որ ինչ-որ պահի ընտրության առջև կանգնեն։ Տեսեք, հետաքրքիր հարց եք տալիս, ես ոչ թե կասեի ընտրություն կատարելու, այլ հավասարակշռելու։ Այսինքն, եթե իր Իսրայելի ազդեցությունը կարող է Միացյալ Նահանգները հավասարակշռել Թուրքիայի գործոնով, նրան տալով ուժեղացնելով, նրան տալով որոշակի սպառազինություն, այսինքն զսպելով Իսրայելին, հնարավոր եմ համարում նման սցենարը, բայց ընտրության հնարավորություն չեմ կարծում, որովհետև մեծ հաշվով տարածաշրջանում երկու պետություններն էլ կարևոր են եւ այդ երկու պետությունների գործոնը կարծում եմ հենց Միացյալ Նահանգների հարստությունն է, այսինքն Միացյալ Նահանգների նաեւ ինչքան որ բարդ է լինում Թուրքիայի հետ, բայց այնուամենայնիվ Թուրքիան կարևոր դաշնակից է Միացյալ Նահանգների համար։ Հետևաբար չեմ կարծում, որ ընտրության հնարավորություն լինի։ Հիմա օրինակ եթե նայում ենք Մերձավոր Արևելքին, ներողություն, Միջին Արևելքին նույն տարբեր խնդիրներ են իհայտ գալիս, բայց դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է կամ հրաժարվում է թիվ 1 դաշնակիցը լինել նույն Միջին Արևելքի կարևոր Պարսից ծոցի երկրների մասին եմ ասում, այսինքն այդ բոլոր դեպքերում ԱՄՆ-ի թիվ 1 դաշնակիցներն են եւ կարծում եմ, որ սրանք օգտավետ են եւ օգտակար են Միացյալ Նահանգների համար եւ այդ իսկ պատճառով ընտրության հնարավորություն առջև դժվար թե կանգնի, այլ հակառակը գուցե փորձի իր դաշնակիցներից մեկի ավելի մեծ ազդեցությունը փորձել ինչ-որ ձև սահմանափակել մյուսի ուժեղացմամբ, ինչը որ օրինակի համար մենք տեսականորեն տեսնում ենք Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչի օրինակ Հունաստան ունի F-35-եր, Թուրքիան չէ, որովհետեւ երբ որ Թուրքիան սպառնում էր Հունաստանին պատերազմով կամ կղզիների հետ կապված եւ նման խնդիրներ, դրանք ուղղակի այդ հարցը լուծեցին F-35-եր տալով եւ պատճառաբանելով, որ այդ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, նա այս 400 է գնել Ռուսաստանից, այսինքն զայրույթ, այսպես ասած, իրացնելու հետ կապված եւ F-35-երից հետո կարծեք թե թուրք եւ հույն գործընկերների միջև ավելի բարի դիվերսիական կապեր ստեղծեցին։ Այսինքն հնարավոր է այս սցենարը, այսինքն փորձի Թուրքիայի միջոցով զսպել Իսրայելին, սա հնարավոր է, չեմ բացառում, բայց նորից եմ ասում, այդ խոսակցությունները թե հնարավոր է այդ երկու կողմերի միջև պատերազմ չեմ կարծում, դա նախ եւ առաջ չեմ կարծում Միացյալ Նահանգների շահերից է բխում եւ հետո էլ չեմ կարծում, որ երկու երկրները իսկապես հետաքրքրված են այդ հեռանկարով։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Միրզաբեկյան։ Շնորհակալ։ Մեր հյուրներ արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։
Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ։ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, ցանկանում եմ ներկայացնել ձեզ իմ հերթական կարճ վերլուծությունը, տեսեք, շատ հետաքրքիր իրադարձություններ են կատարում մեր երկրի շուրջ, տարածաշրջանում, մեծ մերձավոր արևելքում եւ ավելի գլոբալ մակարդակում, կարծում եմ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի հերթական նստաշրջանը այդ ամենի վառ վկայությունն է։ Մենք շարունակում ենք այս ամենի համատեքստում եւ ֆոնին խոսել ներքին նշանակություն ունեցող հարցերից, ներքին ներքաղաքական նշանակություն ունեցող հարցերի շուրջ նախընտրական տրամաբանության շրջանակներում, բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում հաշվի առնելով, որ 1 տարուց պակաս ժամանակ ունենք մինչև ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Սա շատ վատ իրավիճակ է ստեղծվում կապված մեր երկրում հերթական անգամ հասարակության ադեկվատության ցուցանիշների եւ մակարդակի առումով։ Իսկ մեր շուրջ եւ մեր մասնակցությամբ, ուզենք մենք թե չուզենք, շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Տեսեք, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են իրենց շահերից ելնելով ներկայացնել Թրամփի ուղին, թրիպը, խոշոր աշխարհաքաղաքական եւ առաջին հերթին աշխարհատնտեսական նախագիծը որպես Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք։ Այսպիսի մոտեցում է։ Սա սխալ է, սա չի կարող լինել իրականություն եւ մյուս կողմից իշխող քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը փորձում է ներկայացնել այս աշխարհաքաղաքական նախագիծը համենայն դեպս ես դա տեսնում եմ, հա, որոշ քպականների հարցազրույցներում որպես խաղաղության ճանապարհ եւ վերջ։ Սա եւս չի համապատասխանում կամ համապատասխանում է իրականությանը միայն մասամբ, որովհետեւ այստեղ կան շատ ավելի լուրջ, շատ ավելի հետաքրքիր ասպեկտներ, շատ ավելի խորքային շահեր, որոնք իրականում մեզ համար իրենց մեջ պարունակում են շատ ավելի մեծ հեռանկարներ եւ հնարավորություններ, քան ուղղակի խաղաղությունը։ Մենք ուղղակի այնքան ենք կարճել վերջին տարիներին հասկանալի պատճառներով այդ խաղաղությունից եւ մեզ այնքան են վախեցրել, այնքան երկար ժամանակ են վախեցրել պատերազմը, որ մենք այլ դիսկուրս չենք կարող տեսնել։ Եվ սա հերթական անգամ օգտագործվում է երկու իրար հետ հակամարտության մեջ գտնվող քաղաքական ուժերի մեծ հաշվով քաղաքական ուժերի կողմից, ընդդիմության եւ իշխանության կողմից։ Բայց հետաքրքիր փաստ, որի մասին Հայաստանում ոչ մեկ չի խոսում։ Ես հետևում եմ դրա հոսին անընդհատ եւ չեմ տեսել այդպես որևէ գրառում կամ որևէ հարցազրույց, որևէ կարծիք, բայց արի ուտես, որ կենտրոնական Ասիան, հարավային Կովկասից հետո կամաց սկսում է ռուսական ազդեցության գոտուց դուրս գալ։ Եվ ոչ միայն ռուսական ազդեցության գոտուց, այլ նաև չինական ազդեցության գոտուց, հաշվի առնելով ում հետ են նրանք գործ բռնել։ Նրանք գործ են բռնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Հետաքրքիր մի նորություն։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այսպես ասեմ, դաշտերում
Տեղի է ունեցել հանդիպում Ղազախստանի նախագահ Տոկաևի, Ուզբեկստանի նախագահ Միրզիևի հանդիպումը ամերիկացի գործընկերների հետ, որի ժամանակ շատ կարևոր փաստաթղթեր են ստորագրվել, կարևոր նաև մեզ համար, եւ հիմա բացատրեմ թե ինչու։ Ղազախստանը գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից երկաթուղային լոկոմոտիվներ 4 միլիարդ արժողությամբ, 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Եվ այդ լոկոմոտիվները հիմնական պատճառաբանությունը, որով դա գնվում է, հիմնավորումը, որ այդ լոկոմոտիվները պետք են Ղազախստանին, որպեսզի կապեն Կենտրոնական Ասիան եւ Ղազախստանը Եվրամիության, Եվրոպայի հետ։ Հասկանալի է, չէ՞ որտեղով։ Թրիպով, Հայաստանի տարածքով այդ թվում նաեւ։ Ուզբեկստանը շատ ավելի հետաքրքիր մի պայմանագիր է կնքել, որը մեզ հետ իրականում կապ չունի, Boeing-ի հետ կնքել է 8.5 միլիարդ դոլարի պայմանագիր, 22 ինքնաթիռ են գնում, Boeing Dreamliner 787, ամենամեծ Boeing-ի ինքնաթիռները։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչ որ մեկին Հայաստանում սա հետաքրքրում է։ Ինչի պետք է սա հետաքրքրի մեզ Հայաստանում։ Ես հերթական անգամ ստիպված եմ վերադառնալ այդ թեմային, որովհետև որևէ մեկին դա չի հետաքրքրում, ես հասկանում եմ, բայց ես պետք է այդ մասին խոսեմ, որովհետև այստեղ տեսնում եմ որոշակի տրամաբանություն, որը փորձում եմ զարգացնել։ Կենտրոնական Ասիան հիմնական թիրախն է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասի միջոցով Թրամպը եւ ԱՄՆ-ն փորձում են պոկել Կենտրոնական Ասիան Չինաստանից եւ Ռուսաստանից։ Ռուսաստանում ազդեցությունը շատ քիչ է հիմնականում, կրում է շատ ավելի լավ փաստաթղթային բնույթ, այդ հապկը, հա, ԵԱՏՄ-ն եւ այլն, Չինաստանը շատ ավելի ուժեղ է եւ հզոր է, հաշվի առնելով, որ Չինաստանը շատ լուրջ տնտեսական ներկայություն ունի բոլոր Կենտրոնական Ասիայի հանրապետությունում։ Հիմա այս թրիպը մի նախագիծ է, որի միջոցով այդ կախվածությունը Չինաստանից եւ ռուսական ազդեցությունը ԱՄՆ-ն փորձում են թույլատրել։ Եվ այս միլիարդավոր դոլարների գործարքները, որից մեկը այն է ղազախական գործարքը, ուղիղ կապ ունի թրիպի հետ եւ մեր տարածաշրջանի հետ, դրա վարկայությունն են։ Մեզ Հայաստանում դա չի հետաքրքրում, մեզ ընդհանրապես դա չի հետաքրքրում, որովհետեւ մեզ հետաքրքրում է խաղաղությունը եւ մեզ հետաքրքրում է, ես տարբեր ճամբարների տեսակետն եմ, հա, առաջ բերում։ Հետաքրքիր է այն, որ Նախիջևանը մեր տարածքով Ադրբեջանի հետ չկապվի։ Եվ այստեղ մենք պատրաստ ենք կրակել սեփական մեր ոտքին, մեն թե դա տեղ չունենա։ Ոչինչ որ Ղազախստանը 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվ է գնում երկաթուղային, որպեսզի իր գնացքները մեր տարածքով կապեն Կենտրոնական Ասիան եւ Եվրամիության երկրների հետ։ Դուրս գա արտաքին աշխարհ եւ շուկաներ։ Մեզ դա չի հետաքրքրում, մեզ հետաքրքիր է մեր ճաշը, որի մեջ արդեն մենք եփվում ենք 35 տարի, արդեն եւ մնացածը մեզ հետաքրքիր չէ։ Իսկ աշխարհը շարունակում է զարգանալ, աշխարհը շարունակում է առաջ ընթանալ, աշխարհում շարունակում է ամեն ինչ փոխվել, իսկ մեզ դա այնքան էլ չի հետաքրքրում։ Ես հույս ունեմ, որ գոնե իշխանության այս ամենը հետաքրքիր է, գոնե ամենաբարձր մակարդակով եւ իրենք իրականում այս բոլոր տենդենսներին հետևում են եւ անում են անհրաժեշտ եզրակացություններ եւ հետեւություններ, որովհետեւ երբ որ մարդը գնում է 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվ եւ նշում է, որ այդ լոկոմոտիվ ԱՄՆ-ից է գնում, ԱՄՆ-ից, Ռուսաստանից չի գնում, Չինաստանից չի գնում, եւ երկու երկրում էլ արտադրվում է դա, չէ, գնում է ԱՄՆ-ից։ Ինչու է գնում ԱՄՆ-ից։ Սա մի առանձին հարց է։ Սա նշանակում է, որ Կենտրոնական Ասիան գնում է այդ ճանապարհով, պոկվում է տարածաշրջանացումից, իրենց սահմաններով, իրենց մասշտաբներով։ Իսկ մենք դեռ Մոսկվա ենք գնում, վարչապետ Փաշինյանը հենց այս պահին, երբ որ մեր վարում եմ այս հաղորդումը, գտնվում է Մոսկվայում։ Ես չեմ տնդելու, որ դա վատ է, ամեն ինչ կախված է միշտ բանակցություններից եւ բանակցությունների պարունակությունից, նայած թե ինչի մասին են նրանք բանակցել, դա միշտ եմ ասել։ Ես նույնիսկ ողջունել եմ այն Փաշինյանի այցը Մոսկվա մայիսի 9-ին, կապված դրանից, թե ինչ արդյունքներով վարչապետը այնտեղից կգա։ Մեծ արդյունքներով չեկավ, բայց այնուամենայնիվ ներկա հարաբերությունների մակարդակը մենք դեռ պահպանում ենք եւ պահպանելու ենք այնքան ժամանակ, մինչեւ չունենանք գործնական այլընտրանք։ 5 Իսկ այլընտրանքներ փնտրում են բոլորը։ Եվ Հայաստանը, որը 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվ է գնում, 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 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվ է գնում,
Բոլորն են փնտրում։ Եվ Ադրբեջանը այդ բոլորի թվում է։ Ալիևի վերջին հայտարարությունները եւ վերջին ելույթները դրա վառ վկայությունն են։ Ալիևը ասում է այնպիսի բաներ, որը երբեք չի ասել։ Հիմա ես չիտեմ նրա հայտարարությունը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև համատեղ հռչակագիր, որը հիմք է դրել Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղուն թրիպին։ Այն կապահովի անխոչնդոտ տեղաշարժ Ադրբեջանի Հանրապետության մայրցամաքային մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, նշում է Ալիևը։ Սա Ալիևը նշել է միջին միջանցքի երկայնքով հաղորդակցություն, ֆինանսներ եւ էներգետիկա խորագրով Կասպիական 6-րդ բիզնես ֆորումի ժամանակ իր հայտարարության մեջ։ Այսինքն Ալիևը արդեն մոռացել է, փոխում է տերմինաբանությունը, չի խոսում Զանգեզուրի միջանցքի մասին եւ խոսում է շատ ավելի լայն կատեգորիաներով, որովհետեւ հասկանում է, որ եկել է այդ ժամանակը։ Իսկ մենք դեռ կարճել ենք այդ Զանգեզուրի միջանցքից եւ ոնց որ հատուկ մեր երկրում որոշ քաղաքական ուժեր շարունակում են այդ Ալիևյան հին նարատիվը առաջ տանել եւ փորձում են այդ նարատիվի միջոցներով հերթական խոճապը սերմանել մեր հասարակության միջև, վախեցնել մարդկանց, դե պատերազմով չի ստացվում վախեցնել, հիմա միջանցքով են ասում։ Մեկը ասել է, մեղրին արդեն տվել ենք մենք։ Չգիտեմ, ում ենք տվել, թուրքերին, ադրբեջանցիներին, թե միգուցե ինչ-որ, ասած տվել ենք, ձեզ համար վատ նորություն ունեմ։ Սա քաղաքական գործիչ է, մարդ, որը երկար տարիներ զբաղեցրել է մեր երկրի վարչապետի աթոռը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Եվ դա այն պայմաններում, երբ որ իրականում մեր շուրջ ամեն ինչ փոխվում է։ Ամեն ինչ փոխվում է եւ Ալիևը, ես հերթական անգամ ստիպված եմ այդ մասին խոսել, դեռ տարիներ առաջ շատ լավ հասկացել է այն հնարավորությունները, որը իր մեջ պարունակում է այդ միջանցքը, այո, միջանցքը, աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական միջանցքը, մենք այդ մասին ենք խոսում, եւ այո, փորձել է այդ միջանցքը մեր ձեռքից խլել եւ վաճառել մնացածին իր սեփական անունից եւ իր սեփական շահերը հետապնդելով։ Այդ միջանցքով է, որ պետք է այդ ղազախական ամերիկյան լոկոմոտիվները գնան գան, չէ՞։ 4 միլիարդ դոլար դրա համար է, չէ՞, տոկայով ծախսում։ Սա մի իրողություն է, որի մասին մենք չենք խոսում, մեզ դա հետաքրքիր չէ։ Մեր ԶԼՄ-ները խոսում են ամեն ինչի մասին, բացի այդ իրական օրակարգից։ Իսկ իրական հերակարգը շատ հետաքրքիր է։ Եվ ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ իշխանությունը այդ իրական օրակարգի մասին շատ չի ծավալվում, մեկ պատճառով, որ այդ իրական օրակարգը դեռ հստակեցվում է, գնում են բանակցություններ, եւ մենք կարող ենք հույս ունենալ, որ այդ բանակցությունների ավարտին մենք կունենանք այդ լուրջ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նախագծում մասնակցություն։ Այդ թրիպում մեր մասնակցությունը մեզ համար ոչ թե փրկության ճանապարհ է կամ ինչ որ կործանման ճանապարհ է, ինչպես ներկայացնում է իշխանությունը եւ ընդդիմությունը, սա մեզ համար հնարավորություն է մեր երկիրը վերադարձնել աշխարհ։ Մենք շատ երկար ժամանակ փակ ենք եղել ամբողջ աշխարհի համար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Եվ այո, լավ կյանքից չէ, որ մենք այսօր հնարավորություն ենք ստանում դուրս գալ այդ փակ իրավիճակից։ Գիտեք, մեր սահմանները եղել են փակ ոչ միայն վիզուալ առումով, վերբալ առումով, մեր սահմանները փակ են եղել նաև մեր մտահորիզոնները։ Մենք երկար տարիներ մեր ղեկավարությունը պնդել են եւ հաստատել են, որ մեզ պետք չեն բաց սահմաններ, մեզ պետք չեն մեծ նախագծերում մասնակցություն, մեզ ընդհանրապես պետք է որ Ղարաբաղը լինի մերը, մեր զորքը այնտեղ կանգնի, թե թքած ինչ կլինի մնացածների հետ։ Մենք տենց էլ կապրենք, մենք Կովկասյան վագար ենք, պատրաստ ենք թռիչքի, Ղարաբաղը մերն է, ոչ մի թիսող եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա չարյաց փոքրագույնը կլիներ այդպիսի մտածելակերպը, եթե այն չավարտվեր նրանով, ինչով ավարտվեց։ Ղարաբաղը այլևս մերը չէ։ Եվ եթե Ղարաբաղը այլևս մերը չէ, սա ցավալի իրողություն է։ Մենք գոնե պետք է կորուստի հետևանքով եւ միջոցով առաջացած հնարավորությունները օգտագործենք եւ զարգացնենք այս եղածը, որը մնացել է։ Սա մեր միակ ճանապարհն է, այլ ճանապարհ մենք չունենք։ Սա արդեն հասկացել են Ղազախստանում, սա հասկացել են Ուզբեկստանում, Ադրբեջանում վաղուց են հասկացել, խոսքը գնում է Ալիևի մասին, Ալիևի, նրա օգնական Հաջիևի մասին։ Վերջապես սա պետք է հասկանանք մենք։ Հուսով եմ, որ մեր ղեկավարությունը սա հասկանում է, մնում է, որ սա հասկանա նաև մեր հասարակությունը
եւ կարծում եմ եկել է վաղուց ժամանակը, որ մեր հասարակությունը այդ զոհի կերպարից դուրս գա, զոհության պատրաստ մեր հասարակությունը դուրս գա այդ կերպարից։ Մենք սկսենք մտածել եւ շարժվել իրական կատեգորիաներով։ Մենք չափազանցված քաղաքականացված ազգ ենք, բայց այդ քաղաքականացված ազգ լինելը չի նշանակում լինել քաղաքականացված միայն ընտրությունից ընտրություն։ Պետք է հասկանանք ինչ է կատարվում մեր շուրջը։ Այդ դեպքում մեր որոշումները կլինեն շատ ավելի մտածված եւ հետևանքները մեզ համար կլինեն շատ ավելի, այսպես ասեմ, բարվոք, որտեղ վերջը այս ամենը շատ մեծ ազդեցություն է ունենալու մեր որոշմանը ընտրություններում։ Իսկ ընտրություններին մնացել է ոչ այնքան շատ ժամանակ, 1 տարուց քիչ պակաս ժամանակ։ Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք այս տրամաբանությունը շարունակենք, զարգացնենք, ներկայացնենք ձեր ուշադրության այն, ինչ կատարվում է մեր շուրջ, որպեսզի ստացվի իրական պատկեր։ Այդ իրական պատկերը ցույց կտա մեզ բոլորից, որպես հասարակություն, որպես ազգ, կայացնել ճիշտ որոշում։ Այսպեսին էին այսօրվա մանրամասները, տեսա Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։ Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվրոպական լավագույն արտադրողների լամինատե հատակներն իդեալ համակարգում են։ Ձեռք բերեք բելգիական Berialog, լեհական Chronopol, ավստրիական Kendall աշխարհարչակ ապրանքանիշերի էկոլոգիապես մաքուր, ջրադիմացկուն, քերծվածքակայուն եւ չդեֆորմացվող լամինատե հատակների լայն տեսականին իդեալ համակարգի խանութ սրահներից։ Լամինատե հատակների նշված տեսականին ձեռք բերեք ընդամենը 2390 դրամով 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ։ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։